Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Ռիտա Մնացականյանը և Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Կուրսկի շրջանը Ուկրաինայի զինված ուժերից ազատագրելու գործողությունն ավարտվել է, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Պուտինը հանդես է եկել ելույթով շնորհավորել համակարգացիներին ու զինվորականներին։ Իրանի հարավում գտնվող Բանդար Աբաս քաղաքի նավահանգստում հզոր պայթյունի հետևանքով վիրավորների թիվը անցնում է 600-ից։ Հայտնի է տեղի ունեցածի նախնական պատճառը՝ օրվա միջազգային անցուդարձը։ Քաղաքացու օրը պետության և պետականության մասին է, որովհետև չկա քաղաքացի առանց պետության, որովհետև պետությունն է քաղաքացու ինքնությունը։ Այսօր նշվում է քաղաքացու օրը, որի առիթով վարչապետը ուղերձ է հղել։ Այսօր նաև սահմանապահ զորքերի զինծառայողի օրն է, որը ինչպես նկատել է Նիկոլ Փաշինյանը, այս տարի համընկել է քաղաքացու օրվա հետ։ Վարչապետը ներկա է գտնվել այդ առիթով կազմակերպված միջոցառմանը, հանդես եկել ելույթով։ Շենգավիթի վարչական շրջանի շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է, որի հետևանքով 42-ամյա բնակչուհին ընկել է ցած։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Երևանը դառնում է ավելի կանաչ մայրաքաղաքի մուտքի մոտ, աշտարակի խճուղու լանջերին հիմնվում է նոր քաղաքային անտառ։ Նպատակն է բարելավել օդի որակը, մեղմացնել կլիմայական ազդեցությունները։ Հայաստանում դիասպորտը զարգանում է։ Հովիկ Հայրապետյանի անվան դիասպորտի կենտրոնում անցկացվել է մեծահասակների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են մարզիկներ տարբեր ակումբներից։ Կուրսկի շրջանը Ուկրաինայի զինված ուժերից ազատագրելու գործողությունն ավարտվել է, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, հայտնելով Սումիի մարզում անվտանգության գոտու ստեղծման աշխատանքները շարունակվում են, ազատագրվել է 4 բնակավայր, վերահսկողության ներքո է գտնվում ավելի քան 90 քառակուսի կիլոմետր տարածք։ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում կորցրել են ավելի քան 76,000 զինվոր, մի մասը սպանված է, մի մասն էլ վիրավոր։ Պուտինը հանդես է եկել ելույթով շնորհավորել համակարգացիներին ու զինվորականներին։ Ավանտյուրա կիևского ռեժիմը полностью провалилась։ Կուրսկի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է, Կուրսկի սահմանային շրջանում հակառակորդի լիակատար պարտությունը պայմաններ է ստեղծում Ռուսաստանի զինված ուժերի հետագա հաջող գործողությունների համար ռազմաճակատի այլ կարևոր հատվածներում։ Մինչդեռ Կիևը հերքում է ռուսական կողմի այս հայտարարություններն, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը տելեգրամում նշել է, որ իրենց ուժերը շարունակում են գործողությունները Կուրսկի մարզի որոշ շրջաններում։ Գլխավոր շտաբը նաև հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները շարունակում են մնալ Ռուսաստանի մեկ այլ Բելգորոդի մարզում առանց հավելյալ մանրամասների։ Իրանի հարավում գտնվող Բանդար Աբաս քաղաքի նավահանգստում հզոր պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 600-ից։ Չի բացառվում, որ այդ թիվը կշարունակի աճել, կլինեն նաև զոհեր։ Նախնական տեղեկություններով պատճառը վառելիքի պահեստավորման բաքի պայթյունն է եղել։ Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ պայթել է գազատար լցանավ։ Նշվում է, որ պայթյունի ալիքը ոչնչացրել է գրասենյակային շենք և վնասել նավահանգստում գտնվող մեծ թվով մեքենաներ։ Իրանի պաշտոնյաները դեռևս որևէ մեկնաբանություն չեն տվել միջադեպի վերաբերյալ, տեղում աշխատում են փրկարարները։ Իսկ Օմանի մայրաքաղաքում ընթանում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլը։ Երկխոսությունը տեղի է ունենում անուղղակի խորհրդակցությունների ձևաչափով Օմանի միջնորդությամբ։ Բանակցություններին մասնակցում են Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Մերձավոր Արևելքի հարցերով Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքովը։ Միջազգային մյուս լուրերը տեսաշարով։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Երկու առաջնորդներն էլ գտնվում են Հռոմում, որտեղ մասնակցում են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը։ Սպիտակ տան հաղորդմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին շատ արդյունավետ հանդիպում են ունեցել։ Առաջին շփումն էր փետրվարին Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ Այս հանդիպումից ժամեր անց Թրամփը կոչ էր արել Կիևի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի հանդիպում անցկացնել պատերազմը կանգնեցնելու հարցում համաձայնության հասնելու համար։ Ավելի վաղ նա զգուշացրել էր, որ իր վարչակազմը կդադարի Ուկրաինայում խաղաղության հասնելու ջանքերից, եթե երկու կողմերը մոտ ապագայում համաձայնության չգան։ Զելենսկին հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում ընդունել է Իրաքի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնին։ Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության համատեքստում Իրաքի ինքնիշխանության կարևորությունը։ Ռուբիոն բարձր է գնահատել տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և կառուցողական երկխոսությանը նպաստելու ուղղությամբ Իրաքի գործադրած ջանքերը։ Անդրադարձ է եղել Միացյալ Նահանգների և Իրաքի միջև տնտեսական գործակցության զարգացման, առևտրի և ներդրումների ավելացման հեռանկարին։
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրում է Պակիստանին երկրորդ օրն անընդմեջ Քաշմիրի հովտի երկայնքով հրադադարը խախտելու համար։ Գերատեսչության տվյալով Հնդկաստանի բանակը պատասխան կրակ է բացել։ Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում, երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել են Ջամու եւ Քաշմիրում ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։ Նյու Դելհին տեղի ունեցածի համար մեղադրել է Պակիստանին, դադարեցնելով այդ երկրի քաղաքացիներին վիզաների տրամադրումը եւ Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների մասին համաձայնագիր։ Անցած գիշեր ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ուկրաինական Կամենսկոյե քաղաքի վրա։ Վերջին տեղեկությունների համաձայն 1 մարդ մահացել է, 4-ը 11-ամյա աղջիկ եւ 3 կին վիրավորվել, հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավարը։ Հարձակման հետևանքով բազմահարկ շենքի 2 բնակարաններ են հրդեհվել։ Խարկովում գիշերային հրետակոծության հետևանքով 14-ամյա տղա է վիրավորվել։ Կրոպիվինսկի քաղաքը եւս ենթարկվել է ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, գրանցվել է առնվազն 10 պայթյուն, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։ Եմենի Անսար Ալլահ ապստամբական շարժման հութիները հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են իսրայելական Նևատիմ ավիաբազային, այդնում է ապստամբների ռազմական ներկայացուցիչը։ Նրա խոսքով Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կարողացել որսալ հրթիռը, որը հաջողությամբ խոցել է նախատեսված թիրախը։ Այլ թեմաներ, այսօր նշվում է քաղաքացու օրը, այս առիթով վարչապետը ուղերձ է եղել, որը սկսել է ինչի մասին է այս տոնը եւ ինչ կա շնորհավորելու հարցադրմամբ։ Նիկոլ Փաշինյանը մանրակրկիտ ներկայացրել է իր իսկ կողմից առաջ քաշված այս հարցերի պատասխանները, կրկին հայտարարելով, որ ժողովուրդն է իշխանության տերը մեր երկրում եւ պնդել, որ արդեն 7 տարի սա անարարկելի իրողություն է, քանի որ բոլոր մակարդակի ընտրովի իշխանությունները ձևավորվել են ժողովրդի ընտրության արդյունքում։ Փաշինյանն ուղերձում նաեւ պնդել է, որ համակարգային կոռուպցիան Հայաստանից արմատախիլ է արված, իսկ ցանցային կոռուպցիայի դեմ մղվում է ամենօրյա պայքար։ Նա նաև նշել է, որ քաղաքացու օրը ամենակարևորը պետության եւ պետականության մասին է, որովհետեւ չկա քաղաքացի առանց պետության, որովհետեւ պետությունն է քաղաքացու ինքնությունը։ Հեղափոխությունից հետո քաղաքացին է պետության տերը։ Այս առանցքային փոփոխությունն է, որ մեզանում պետք է դառնա ոչ միայն գիտակցություն, սոցիալ հոգեբանություն, ավանդույթ, այլև ամենօրյա գործելակերպ։ Ու սա ճանապարհ է, որն անցնելով կկարողանանք ապահովել մեր բարձրագույն նպատակը, մեր անկախ պետության, Հայաստանի Հանրապետության հարատևությունը։ Այդ ճանապարհն անցնում է արտաքին ու ներքին քաղաքականության բարդ հանգույցների, երբեմն փլուզումների եւ ողբերգությունների միջով։ Բայց մենք անցնում ենք այդ ճանապարհը ոչ մի րոպե տեսադաշտից բաց չթողնելով քաղաքացու առանցքային ինքնության, պետության շահը։ Սա դժվար, բայց անխուսափելի ճանապարհ է անկախության, ինքնիշխանության, պետական գիտակցության ու խաղաղության ճանապարհ, եւ այդ ճանապարհը մենք անցնելու ենք առանց ծափահարությունների ակնկալիքի, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Այսօր նաև սահմանապահ զորքերի զինծառայողի օրն է, որը ինչպես նկատել է Նիկոլ Փաշինյանը, այս տարի համընկել է քաղաքացու օրվա հետ։ Վարչապետը ներկա է գտնվել այդ առիթով կազմակերպված միջոցառմանը հանդես եկել ուղերձով։ Նրա խոսքով այս համընկումը խորհրդանշական է, որովհետև եւ քաղաքացին եւ սահմանն ունեն մի կարևոր հենման կետ, եւ այդ հենման կետը պետությունն է։ Չի լինում քաղաքացի առանց պետության եւ չի լինում սահման առանց պետության։ Եվ այս խաչմերուկում, այս հատման կետում է, որ տեղի է ունենում այն գաղափարախոսական վերափոխումը, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Եվ պիտի ընդգծեմ, որ դա շատ կարևոր գաղափարական վերափոխում է, եւ այդ գաղափարական վերափոխման համատեքստում առանձնակի նշանակություն է ունենում սահմանը եւ սահմանապահը։ Սահմանապահը պետության կարևորագույն ծառայությունն է։ Սահմանապահը զինվորական ծառայություն է, բայց սահմանապահը ինչ որ առումով նաեւ խաղաղության խորհրդանիշ է, կայունության խորհրդանիշ է, անվտանգության խորհրդանիշ է։ Եվ մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը, որը երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության եւ կայունության ճանապարհին շատ կարեւոր միջանկյալ քայլ է։ Շնորհավորում եմ բոլորիդ եւ բոլորիս սահմանապահ զորքերի զինծառայողի օրվա առիթով եւ հաջողություն եմ մաղթում սահմանապահ զորքերին, Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Շնորհակալ եմ։
Նիկոլ Փաշինյանի օրվա առիթով շնորհավորական խոսքից հետո ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները հանդես են եկել տոնական շքերթով եւ ցուցադրական հնարքներով։ Փաշինյանը ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի ուղեկցությամբ ծանոթացել է սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներին եւ դրանց հնարավորություններին։ Վարչապետը եւ ԱԱԾ տնօրենը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զոհված զինծառայողների հիշատակին։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ կմասնակցի համաշխարհային անվտանգություն ֆորումին։ Այցի ընթացքում նա նաև երկկողմ աշխատանքային հանդիպումներ կունենա։ Չինաստանի ժողովրդական հանրապետությունը արդեն դեսպան ունի Հայաստանում։ Նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Լի Սինվեյը ժամանել է Երևան։ Հայաստանում Չինաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը Չեն Մինն էր, նախկին դեսպան Ֆան Յոնի 2024 թվականի հուլիսին այցելությունն ավարտելուց հետո։ Եվ թողարկման այս հատվածում շաբաթվա կարևոր եւ ուշագրավ զարգացումների մասին զրուցել եմ Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանի հետ։ Բարի եկեք, պարոն Ղուկասյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները։ Ադրբեջանը կրկին իր սադրիչ գործողությունները շարունակում է, ապրիլի 20-ին, 21-ին, 22-ին կրակեցին կրկին Խոզնավարի ուղղությամբ։ Թեպետ ասում են, որ այդքան էլ թիրախային կրակոցներ չեն, բայց կրակել են ենթակառուցվածքների վրա, խաղաղ բնակիչների տան վրա, ապակին են վնասել եւ այլն։ Զուգահեռ իրականության մեջ հայկական կողմը նշում է, որ մենք գնում ենք խաղաղության սահմանազատման աշխատանքների հետ կապված օր վայր ենք որոշում, ինչ է կատարվում։ Ինչ է այս ամենը նշանակում։ Մի կողմը կրակում է, մի կողմն ասում է, որ խաղաղության են գնում։ Այդպես լինում է արդյոք։ Ռազմավարությունները տարբեր են Հայաստանի եւ Ադրբեջանի։ Ադրբեջանը ամեն կերպ ուզում է ընդգծել, որ սառեցված չի հակամարտությունը, կրակոցների տրամաբանությունը դրանով է պայմանավորված, քանի որ Հայաստանում կա եվրոպական դիտորդների առաքելություն, սահմանափակված է այդ առումով ագրեսիվությունը ադրբեջանական կողմի եւ իրենք աշխատում են, այսպես ասած, զերծ մնալ լուրջ միջադեպերից, այդ հանգամանքով պայմանավորված, որ դա արձանագրվում է այս վիճակով եւ բացասաբար ազդում է Ադրբեջան-Եվրոմիություն հարաբերությունների վրա։ Հայաստանն էլ իր հերթին ռազմավարություն է որդեգրել, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ առանց նախապայմանների։ Ավանդաբար Հայաստանի նախապայմանն էր 30 տարիների ընթացքում խաղաղության պայմանագիր կնքելու հարցում Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը։ Այս կառավարությունը այդ հարցը հանել է նախապայմաններից եւ առանց նախապայմանների պատրաստ է կնքել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր։ Դա ինչ է ենթադրում, առանց նախապայմանների խաղաղության պայմանագիր հնարավոր է կնքել արդյոք։ Դա նշանակում է, որ Արցախի կարգավիճակի հարցը ամբողջությամբ անցնում է Ֆրանսիային եւ Եվրոմիությանը։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը այդ հարցի վրա, կարգավիճակի հարցի վրա ազդելու որևէ լծակ նման քաղաքականության վարելու դեպքում չունի եւ այդ հարցի ապագան ամբողջովին կապված է լինելու Ֆրանսիայից եւ Եվրոմիությունից։ Դա ունի եւ դրական եւ բացասական կողմեր։ Բացասական գլխավոր կողմը այն է, որ հայ ժողովուրդը կարծես կորցնում է լծակները այդ հարցի վրա ազդելու։ Հիմա ունենք ինչ որ ունենք, սա իշխող ուժի որդեգրած քաղաքականությունն է, արդարացվում է նրանով, որ իբր դա հնարավորություն է տալիս քիչ թե շատ սառեցված վիճակով պահել դրությունը շփման գծում։ Ադրբեջանն էլ ամեն կերպ ուզում են գծել, որ ոչ, դա Հայաստանի նմանատիպ քաղաքականությունը հնարավորություն չի տալու սառեցված համարել այս հակամարտությունը, ինքը շարունակում է այդ կրակոցները նպատակ ունենալով շեշտը պահել խնդրի չկարգավորված լինելու վրա։ Բացի այդ լսում ենք նախապայմանները Ադրբեջանի, որոնք ուղղված են խաղաղության պայմանագիրը չկնքելու մոտակա տարիներին։ Երակամիսկի խմբի պետք է անմիջապես լուծարում, սահմանադրության փոփոխություն ու էլի լիքը բաներ։
Մենք հասկանում ենք, որ Մինսկի խմբի պիտի հասկանանք լուծարելու համար հարկավոր է բացի Հայաստանից եւ Ադրբեջանից եւս 55 պետության համաձայնեցում։ Այսինքն դա այդքան հեշտ 1 օրում, 1 ժամում լուծելի հարց չէ։ Բացի դրանից դժվար թե Ֆրանսիան հրաժարվի մանդատից Մինսկի խմբի համանախագահի, եթե ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարցով կարելի է, այսպես ասած, նման բան ենթադրել, թեկուզ, բայց Ֆրանսիայի մասով դա քիչ հավանական է։ Բացի այդ, այլ պետություններ կան, որոնք նույնպես գտնում են եւ դա այդպես է, որ Արցախի կարգավիճակի հարցը դա բնականաբար ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի հարց է, դա վերաբերվում է մարդու իրավունքներին, ուստի ԵԱՀԿ բոլոր պետությունների շահերին առնչվող հարց է։ Այն ունի պատմություն եւ գիտենք, որ այդ հարցում ԵԱՀԿ-ում ձեռք էր բերվել ըստ էության կոնսենսուս, որ պիտի լինի հանրակրվե վերջնական կարգավիճակը որոշելու համար։ Քաղաքական շահեր կան Եվրոմիության մոտ Արցախում հասնել նրան, որ Ադրբեջանը համաձայնվի միջազգային զորքերի եւ միջազգային կառավարմանը, որպեսզի պայմաններ ստեղծվեն հայերի հետ։ Արցախ հայերը վերադառնան իրենց։ Այո, դա կարևոր նախապայման է հայերի կոլեկտիվ վերադարձի համար, բոլորը դա հասկանում են եւ դա լծակ է Ադրբեջանի վրա ազդելու։ Հիմա այդ լծակը գտնվում է Ֆրանսիայի եւ Եվրոմիության ձեռքերում, տեսնում ենք, որ եւ Ադրբեջանը բացասաբար է բարբերաբար արտահայտվում այդ ուղղությամբ։ Տեսեք, ինչպես դուք նշեցիք ճիշտ, Եվրամիությունը նույնպես մեծ դերակատարում ունի, վերջերս Կայա Կալասն էր Եվրամիության բարձր ներկայացուցիչ այստեղ հանդիպեց մեր իշխանությանը, բարձրաստիճան պաշտոնյաներին, ԱԳՆ-ին եւ այլն եւ խոսեց, որ այո, շատ լավ է, պետք է խաղաղությունը կնքվի եւ այլն։ Հաջորդիվ արդեն Ալիևի մոտ հանդիպմանը Բաքվում, կարծես խոսույթը փոխվեց եւ նույն Կայա Կալասը նշեց, որ Ադրբեջանը իրենց համար շատ կարևոր ռազմավարական գործընկեր է, էներգետիկայի մասով, այլ ընտրանքներ Ռուսաստանի եւ այսպես շարունակ ողջունեց կարծես Ալիևին, գովաբանեց Ալիևին եւ շատ արագ Եվրամիության падգամավորներից հույն ազգության падգամավոր նշեց, որ այնտեղ էներգետիկայի մասին չպետք է խոսել, այլ մարդու իրավունքների մասին, ինչը որ քարոզում է Եմեն եւ իր արժեքներն է։ Ինչու է խոսույթը փոխվել կարծես, հենց նույն Կայա Կալասի։ Չի փոխվել խոսույթը, դիվանագիտական, այսպես ասած, որոշակի մշակույթ կա, բնականաբար, երբ որ այցելում են որևէ երկիր, որևէ պետության հետ ունենում են հանդիպում, սուր հարցերը պահում են ընդհատակ։ Եվրոմիության խորհրդարանը ունի բանաձև այս տարի ընդունված մի ամիս առաջ, որտեղ Եվրոմիության падգամավորները խորհրդարանի հանձնաժողովին կոչ են անում վարույթ սկսել միջազգային քրեական դատարանում Արցախում էթնիկ զտման հետ կապված։ Դա բավականին լուրջ։ Ես կցանկանայի մի փոքր դրա մասին խոսեք, որպես նաև իրավունքի մասնագետ, որովհետև կարծես ամեն անգամ Ադրբեջանն ասում է, որ ես ինչ կուզեմ, ոնց կուզեմ կանեմ, սպառնալիքի լեզվով է խոսում, զենք ունեմ, նավթ ունեմ եւ այլն։ Իսկ մեր հասարակության լայն շերտերը հասկանում են, որ մենք արդեն բավականին թուլացած ենք եւ Եվրամիության բանաձևերն ու ընդունած հիմքերը առ ոչինչ են։ Այս մասով կցանկանայի մի փոքր մանրամասնենք։ Պսի կարծիք կարող է ձևավորվել, բայց իրականում կա տենդենս եւ կան իրադարձություններ, որոնք որ այսպես ասած որոշակի գրաֆիկով իրականանում են։ Ժամանակ էր տրված Ադրբեջանին էթնիկ զտման խախտումները շտկելու համար, ժամանակը սպառվեց եւ մենք տեսանք Եվրո խորհրդարանի բանաձևը, որտեղ տրված է գնահատականը, որ դա էթնիկ զտում է, որը մինչ այդ արդեն եղել էր հասարակական իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների մեջ, որտեղ որակավորվում են հայ գերիները Ադրբեջանում որպես պատանդ, դա կարգավիճակ է իրավական, եւ որտեղ դատավարությունը այսօրվա իրենց դեմ որակավորվում է որպես ֆարս։ Կեղծ դատավարություն։ Կեղծ դատավարություն, այսինքն այն բոլոր գործողությունները, որոնք որ Ադրբեջանի իշխանությունները իրականացվում են, մերժվում են Եվրոպական խորհրդարանի կողմից, իսկ Եվրոպական խորհրդարանը ինչ բան է, դա եվրոպական իշխող կարելի է ասել առաջատար կուսակցությունների ձևավորած խորհրդարան է եւ ասել, որ իր ազդեցությունը ԵՄ-ի գործադիր մարմինների վրա, ԵՄ պետությունների, անդամ պետությունների քաղաքականության վրա, այսպես ասած, զրո է, դա սխալ կլիներ, հակառակը։
Իշխող ուժերը Եվրոմիության անդամ պետությունների, այսպես ասած, իրենց օրակարգ առաջ են տանում եւ խորհրդարանի միջոցով, եւ Եվրոհանձնաժողովի միջոցով։ Եվրոխորհրդարանի ռազմավարություն, Եվրոպական միության ռազմավարությունը Ադրբեջանի նկատմամբ եղել է ժամկետներ տալ եւ այդ ժամկետների կարելի է տեսնել, որ փոխկապակցված են էներգետիկ օրակարգի հետ, Եվրոմիությունը արագ քայլերով ազատվում է Ռուսաստանի էներգոկիրներից կախվածությունից, ավելի արագ, քան իրենք նախապես պլանավորում էին, եւ Ադրբեջանի կարևորությունը նույնպես մոտակա տարիներին նվազելու է, այս ընթացքում ինքը ուներ որոշակի նշանակություն, ինչի համար բալանսավորում էր Եվրոմիությունը մի կողմից դնում էր Ադրբեջանի առջև մարդու իրավունքների եւ հայերի էթնիկ զտման հետ կապված բոլոր խնդիրները, մյուս կողմից պահպանում էր էներգետիկ կոնտրակտները, բայց նշված բանաձևի մեջ նաև կոչ է արվում սառեցնել էներգետիկ մեմորանդումը եւ մենք տեսնում ենք ինչ էներգետիկ մեմորանդումը Եվրոմիության եւ Ադրբեջանի հետ դա քաղաքական գործիք էր Ադրբեջանում խոշոր ներդրումներ կատարելու համար կանանչ էներգետիկայի ոլորտում Գերմանիան այդտեղ կարևոր դերակատարություն պիտի լիներ տեսնում ենք որ դա դադարեցված է իրականում այդ այցելությունները, որոնք որ տեղի ունեցան, իրենք նույնպես ֆիքսեցին հետևյալը, որ մինչև Ադրբեջանը չընդունի միջազգային Եվրոմիության պահանջները, այն են համաձայնվել, որ Արցախի տարածքը, նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար տարածքը, անցնի նախկին Լղիմի տարածքը անցնի միջազգային հսկողության տակ եւ այնտեղ տեղակայվեն միջազգային զորքեր, իսկ զուգահեռ տեսնում ենք, որ Եվրոմիությունը եւ իր ռազմական ուժերն է ձևավորում ՆԱՏՕ-ի, այսպես ասած, կազմից դուրս, այսինքն բոլոր գործիքները աստիճանաբար ձևավորվում են եւ ապագայում, մոտ ապագայում կակետ, երբ որ Եվրոմիության եւ Ադրբեջանի հարաբերությունները կհասնեն ինչ-որ ճշմարտության կետին, երբ որ պիտի կամ այս կողմ, կամ այն կողմ վճռական որոշում կայացվի։ Ադրբեջանը գիտի դրա մասին, հույսեր ունի, որ մինչ այդ ինչ-որ աշխարհաքաղաքական փոփոխություններ կլինեն, որ հնարավորություն իրեն կտա փոխարինել Եվրոմիությունը Եվրոմիության շուկան այլ շուկաներով կամ գտնել Եվրոմիության հետ ինչ-որ կոմպրոմիս, բայց այս պահի դրությամբ Ադրբեջանը քրիտիկական կախվածություն ունի Եվրոմիությունից եւ եթե Եվրոմիությունը էներգետիկ ոլորտում կտրուկ որոշումներ կայացնի Ադրբեջանում իշխանափոխության հավանականությունը կտրուկ կբարձրանա բայց կարծում եք որ 30 տարի հա իշխելուց հետո հայր որդի հիմա էլ մյուս որդուն են պատրաստում Չեմ կարծում որ Եվրոմիությունում քաղաքական գործիչների համար դա արգումենտ է արգումենտ չէ Ընդհակառակը բոլորը հասկանում են որ քանի Ալիևը իշխանության է այստեղ որևէ առաջընթաց խաղաղության հասնելու Ադրբեջանի զարգացման համար չի կարող նույնիսկ ադրբեջանցիներն են պատանդ կարծես հենց նույն Ալիևի Առաջի պատանդը հենց Ադրբեջանի ժողովուրդն է երկրորդ զոհը հայերն են կարելի է ասել այսպես Պարզապես կան ավելի շատ գործոններ այդ թվում եւ իսլամիստական ազդեցության վտանգը որ Ադրբեջանում որևէ գործընթաց, որը կարող է բերել իշխանափոխության, չբերի իսլամական ուժերի իշխանության գալու եւ Իրանի ազդեցության մեծացման։ Ինչ որ վերաբերվում է միջազգային խաղաղարար ուժերի օրինակ հարցին, միջազգային հանրությունը նույնպես որոշակի կոմպրոմիսի գնաց եւ Իրանի ռազմական ուժերը ճանաչեց որպես ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի հնարավոր մասնակից ես դա կապում եմ հենց Արցախի հարցի հետ այսինքն դրանով հորակարգից դուրս բերվեց Իրանի անհամաձայնությունը Արցախում միջազգային խաղաղարար ուժեր տեղակայելու հարցում մենք գիտենք որ այդպիսի անհամաձայնություն եղել է կար եւ հավանաբար դա հանված է այդ քայլի միջոցով որ Իրանը նույնպես տեսականորեն կարող է հրավիրվել որպես մասնակից նման խաղաղարար օպերացիայի Իրանը մեծ հաշվով շահագրգռված է միջազգային այդ կարգի օպերացիայում մասնակցել դա
Իրանի համար կարևոր է ընդհանուր քաղաքական իր, այսպես ասած, շատ լավ խնդիրներից ելնելով, բացի այդ, դա եւ հանում է այն մտավախությունները, որ Արցախի տարածքում տեղակայված միջազգային խաղաղ ուժերը կարող են օգտագործվել Իրանի դեմ։ Այսօր Իրանը ավելի մեծ վտանգներ ունի Ադրբեջանի ներկա։ Դա ուզում ասել, քանի որ այն նույն Իսրայելի հետ իրենք ունենալով սերտ հարաբերություններ եւ այլն։ Հիմա փորձենք ամփոփել մեր այսօրվա հարցազրույցը եւ շատ կարեւոր հարց է քննարկվում հասարակության լայն շերտերի մոտ եւ բոլորիս մոտ, որ արժևում մայիսի 9-ը եւ վարչապետը հրավիրված է Ռուսաստանի Դաշնություն Պուտինի հետ հանդիպման հաղթանակի տոնակատարության մասով։ ԵՄ-ից կրկին հնչեցին հայտարարություններ, որ այն երկրները, որոնք չեն գնա այդ օրը Ուկրաինա կգնան Ռուսաստանի Դաշնություն, բավականին լուրջ խնդիրներ կունենան մեր մասով։ Այս մասով ինչ պետք է անենք, ինչպիսի քաղաքականություն պետք է վարենք, արդյոք պետք է գնա, կգնա եւ այլն։ Այս մասով ձեր դիտարկումը շատ կարճ։ Համոզմունքն է, որ որքան Հայաստանը մոտ եւ արագ ինտեգրվի Եվրոմիության հետ, այդքան մեզ համար լավ, որովհետեւ լինելով Եվրոմիության անդամ Հայաստանը առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանի բացելու հնարավորություն կստանա։ Դա կամրապնդի նաև ընդհանուր Եվրոմիության ջանքերը հայերի ցեղասպանության ճանաչման Թուրքիային ուղղված պահանջի մասով։ Եվ դա անշուշտ կաջակցի Արցախում Եվրոմիության կառավարում եւ Եվրոմիության խաղաղ ուժեր տեղակայման համար։ Այսինքն նման քաղաքական ակումբում, քաղաքական թիմում Հայաստանի համար հայտնվելը այսօր իմ գնահատմամբ ռազմավարական թիրախային նշանակություն ունեցող հարց է եւ պետք է անել ամենը, ինչը որ մեզ մոտեցնում է դրան եւ ոչ թե հակառակը։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Իսկ կարճատև գովազդային դադարից հետո կշարունակենք թողարկումը։ Շարունակում ենք թողարկումը այսօր ժամը 13:20-ի սահմաններում Շենգավիթի վարչական շրջանի շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է, որի հետևանքով 42-ամյա բնակչուհին ընկելեցած։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։
8 ամիս հետախուզման մեջ լինելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին, տեղեկությունը հաղորդում է Հանրային հեռուստաընկերությունը։ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը գտնվում է դատարանում։ Նա մեղադրվում է քրեական խմբավորում ստեղծելու, ղեկավարելու եւ քրեական հիերարխիաներում բարձր կարգավիճակ պահելու մեջ, սակայն Բանդուրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվող քրեական վարույթի շրջանակում Շենգավիթի թաղապետարանում իրականացվել են քննչական գործողություններ։ Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ միջոցառումների արդյունքում թաղապետարանի մի քանի աշխատակիցներ ձերբակալվել են խոշոր չափերով կաշառք ստանալու եւ տալու կասկածանքով։ Նրանցից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, իսկ մյուսի նկատմամբ դատարանը կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարել է։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Շիրակի մարզի համայնքապետարաններից մեկում կատարված չարաշահումների վերաբերյալ ստացել են փաստական տվյալներ։ Համայնքապետարանի առաջատար մասնագետ ՍՀ-ն օգտագործելով նախկին ղեկավարի փոխանցած նույնականացման քարտը եւ գաղտնաբառը կատարել է ֆինանսական խարդախություն, կազմելով կեղծ հաշվետվություններ եւ մուտք գործելով հաշվապահական ծրագրեր։ Նա համայնքի բյուջեից տարանցիկ հաշիվներին է փոխանցել գումարներ, որոնք հետո օգտագործել է սեփական շահերի համար։ Վերջնական արդյունքով նա խարդախությամբ հափշտակել է 49 միլիոնից ավելի դրամ։ Նախաքննության ընթացքում համայնքային բյուջե է վերականգնվել 4.5 միլիոն դրամը։ ՍՀ-ին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով խարդախության համար եւ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։ Քրեական վարույթը շարունակվում է։ Քրեական ոստիկանության ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության 64-ամյա տնօրենը 2023 թվականի հունվարից մինչև օրս կազմակերպել եւ իրականացրել է անդեզիտաբազալտի ապօրինի արդյունահանում։ Ընկերությունը թույլտվություն էր ստացել միայն 3.1 հեկտար տարածքում աշխատանքներ կատարելու համար, սակայն իրականացնում էր ապօրինի արդյունահանում նաեւ հարակից 18 հեկտար հողամասում, ինչը առաջացրել է 49 միլիոն դրամ հանույթ։ Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, հարկերի չվճարման եւ ընդերքի օգտագործման կանոնները խախտելու հոդվածներով։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը ստացել էր օպերատիվ տվյալներ, որ արտադրական կոոպերատիվի իրավասու անձին 2024 թվականի ապրիլից խախտել են ընդերքի օգտագործման կանոնները։ Պարզվել է, որ կոոպերատիվի թույլտվություն ուներ միայն 27 հեկտարում արդյունահանման համար, սակայն աշխատանքները իրականացրել նաև հարակից 11 հեկտարում, արդյունահանելով շուրջ 13.700 խորանարդ մետր խարամի ավազ։ Հանույթը վաճառվել է մոտ 41 միլիոն դրամով, պետությանը պատճառելով առանձնապես խոշոր վնաս։ Դեպքի արդիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությունն ընթանում է։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Սևան ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքում արձանագրել են բնապահպանական իրավախախտումներ։ Սևան Ծովագյուղ Դիլիջան ավտոմայրուղի աչակողմյան հատվածում նախկին տապան ռեստորանի տարածքում վարձակալ EN իս սահմանված տարածքից դուրս Սևանա լճի 3851 քառակուսի կիլոմետր ջրային եւ 765 քառակուսի կիլոմետր ափամերձյա հատվածում իրականացրել է ապօրինի հարթեցման եւ քարալեցման աշխատանքներ։ Հաշվարկելով շրջակա միջավայրին պատճառել է 3.244.086 դրամի վնաս։ Վարչական վարույթի նյութերով տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն առերևույթ հանձանքի վերաբերյալ։ Պեկի ներքին անվտանգության վարչությունը ստացել էր օպերատիվ տեղեկություններ, որ Իրանից ներթափանցող բեռնատարում մաքսային հսկողությունից թաքնված ապրանք կա։ Ագարակ սահմանային անցակետում զննվել է Հայաստանի քաղաքացի ԱՎ-ի կողմից շահագործվող Կամազ մագնիշի բեռնատարը, որի թաքստոսներից եւ բեռի տակ հայտնաբերվել է շուրջ 7300 տուփ տարբեր տեսակի մաքսանենգ ծխախոտ։ Ծխախոտը առգրավվել է, կազմվել է խախտման արձանագրություն։ Նյութերն ուղարկվել են Պեկ իրավաբանական վարչություն, հետագա ընթացքը որոշելու նպատակով։ Տավուշի մարզի դատախազության միջամտությամբ Դիլիջան համայնքին է վերադարձվել Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող 891 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի մասնաշենքը, որի կադաստրային արժեքը կազմում է մոտ 85.9 միլիոն դրամ։ Դեռ 2006 թվականին շենքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել էր առաջինը երեխաներին հասարակական կազմակերպությանը, սակայն այն փաստացի չի օգտագործվել։ Դատախազության հաղորդման հիման վրա 2024 թվականին քրեական վարույթ է նախաձեռնվել եւ նախաքննության ու հաշտության համաձայնության արդյունքում դատարանի 2025 թվականի ապրիլի 25-ի վճռով գույքը վերադարձվել է համայնքին։ Վճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Երևանը դառնում է ավելի կանաչ, մայրաքաղաքի մուտքի մոտ աշտարակի խճուղու լանջերին հիմնվում է նոր քաղաքային անտառ։
Ծրագիրը մեկնարկել է Երևանի էկոլոգիական բարելավման և կանաչ օղակի ձևավորման ռազմավարության շրջանակում։ Տարածքում արդեն տնկվել է ավելի քան 1250 ծառ և թուփ, տեղադրվել ոռոգման համակարգ։ Նպատակն է բարելավել օդի որակը, մեղմացնել կլիմայական ազդեցությունները և ապահովել բնապահպանական կայուն զարգացում։ Երևանի էկոլոգիական բարելավման ծրագրերի շրջանակում մեկնարկած կանաչապատման նախաձեռնություններից մեկը մայրաքաղաքի կանաչ օղակի ձևավորումն արդեն իրականություն է։ Աշտարակի խճուղուց դեպի Երևան մուտքի լանջերին մոտ 3 հեկտար չօգտագործվող տարածքում հիմնվել է նոր քաղաքային անտառ։ Սա այն ծրագրերից մեկն է, որը մենք խոստացել էինք, որ Երևանը պետք է ներառենք, շրջապատենք իր մուտքերով, կանաչ տարածքներով, մեծ նշանակություն ունի թե քամիների ուղղությունների համար և թե երևանամերձ տարածքներից, հանքերից, փոշու Երևան ներթափանցման ուրեմն դեմ պայքարի մեծ միջոցներ են սրանք հանդիսանալու։ Նորաստեղծ կանաչ գոտում արդեն տնկվել է ավելի քան 1250 ծառ և թուփ, իսկ տարածքն ապահովվել է ժամանակակից ոռոգման համակարգով, ինչը հնարավորություն կտա կանաչ տարածքը պահել կենսունակ և խնամված։ Բացի էկոլոգիական նշանակությունից, այս նախագիծը նպատակ ունի նաև բարելավելու քաղաքի տեսքը, ձևավորելով գեղագիտական և գործառնական արժեք ունեցող բնապատկեր։ Վերևի մասում տնկվելու են գնդաձև կատալպաներ, կլոր գնդաձև սաղարթ ստեղծող ծառատեսակներ, դա էլ է հաշվարկված, այնտեղ պետք չի մեծ ծառեր տնկել, որպեսզի տեսադաշտը չփակվի երթևեկող մեքենաների համար։ Իսկ այստեղ տնկվում են ուրեմն առաջի շարքով կատալպա սովորական հասուն 10 տարեկան ծառեր, երկրորդ շարքով հացենիներ են, երրորդ, չորրորդ, հինգերորդ շարքերով կատալպա գնդաձև, իսկ միջնամասում ուրեմն արդեն մոտ 20 մետրը 20 մետրի վրա, այսպես ծաղկի նման, մեջտեղի կլոր հատվածում տնկվելու են պտղատու ծառատեսակներ։ Մասնագետները նշում են, որ նման պաշտպանիչ կանաչ գոտիները չափազանց կարևոր են խիտ կառուցված քաղաքների համար։ Դրանք նպաստում են օդի որակի բարելավմանը, շրջակա միջավայրի ջերմաստիճանի մեղմացմանը, կլիմայական կայունության պահպանմանը և իհարկե ապահովում կենսաբազմազանության աճ։ Հարկ եմ համարում նշել, որ նաև այս կլոր հատվածների դիմացի քարքարոտ ժայռերում էլ, ժայռային հատվածներում նույնպես իրականացվելու է տունք, այդտեղ հաշվի առնելով լանջի թեքությունները տնկվելու են գիհիկ ազգական տեսակներ, որը շատ գեղեցիկ, ուրեմն կփակեն այդ լանջը և ամբողջ այս հատվածները կառնեն կանաչի մեկ։ Այս նախագիծը մաս է կազմում Երևանի երկարաժամկետ էկոլոգիական ռազմավարության, որը միտված է մայրաքաղաքի վերափոխմանը, դարձնելով այն ավելի կանաչ, կենսունակ և հարմար բնակության համար։ Առաջիկայում նախատեսվում է նմանատիպ նոր անտառային գոտիների ստեղծում նաև քաղաքի այլ մուտքերում և համայնքներում։ Այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է դեպի կայուն բնապահպանական արժեքներին համահունչ զարգացող քաղաքային միջավայր։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Հայաստանում ձիասպորտը զարգանում է։ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում անցկացվել է մեծահասակների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են մարզիկներ տարբեր ակումբներից։ Մրցումային հարթակում այս անգամ ևս երևացին ձիասպորտի յուրահատուկ առանձնահատկությունները՝ նժույգի և մարզիկի սերտ գործակցությունը, սեռային հավասարությունը և բարձրագույն սպորտային պատրաստվածությունը։ Ապրիլի 25-ին Երևանում Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում կայացավ ձիասպորտի Հայաստանի Հանրապետության առաջնությունը։ Մրցումը կազմակերպվել էր Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Մրցաշարն անցկացվել էր B, C և D դասերում, որոնցում իրենց ուժերն էին փորձում Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի Արա և Այծեմնիկ ու Սիլ ակումբների մարզիկները։ B դասում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սիլ ակումբը ներկայացնող Ալբերտ Սուքիասյանը լոգիկա նժույգով։ C դասում հաղթող է ճանաչվել Արա և Այծեմնիկ ակումբի նժույգավար Դավիթ Խաչատրյանը Վալենտին նժույգով, իսկ D դասում կրկին հաղթողի կոչմանն է արժանացել Ալբերտ Սուքիասյանը լոգիկա նժույգով։ Ալբերտ Սուքիասյանը մինչև մեծահասակների առաջնությունում հաջողություն գրանցել է, բազմիցս հաղթանակներ էր տարել նաև երիտասարդական մրցումներում։ Փորձից ելնելով նա նշում է, որ այդ փուլում հաղթելը երբեմն ավելի դժվար է, քանի որ մրցումների ընթացքում հաճախ աշխատում են անփորձ ձիերի հետ։ Նրա խոսքով նման դեպքերում նժույգավարի աշխատանքը զգալիորեն բարդանում է, քանի որ ձին կարող է նույնիսկ ամենաչնչին մանրուքից փոխել վարքագիծը, ինչը պահանջում է առավել մեծ զգոնություն և հմտություն։ Մարզիկը պետք է այդ ժամանակ չխառնվի իրար եւ այդ ժամանակ փորձի ավելի սառը եւ ճիշտ լուծում տալ, որովհետեւ նժույգը երբ որ զգում է, որ դու ես խառնվել իրար,
կարող է արդեն ինքը ավելի սկսել լարվել եւ չստացվի քո մրցելույթը։ Ձիասպորտը որպես օլիմպիական սպորտաձև ունի 3 մրցաձևեր՝ արգելքների հաղթահարում, գեղավարք եւ եռամարտ, որոնցից ամենատարածվածը արգելքների հաղթահարումն է։ Հայաստանը վերջին տարիներին նկատելի ջանքեր է գործադրում այս սպորտաձևի զարգացման ուղղությամբ, թե ենթակառուցվածքների բարելավման, թե մարզիկների պատրաստման տեսանկյունից։ Ձիարշավարանը Հայաստանում ստեղծվել է 1953 թվականին, գործել է պետական հովանավորության շրջանակներում, հիմա վերակառուցվել է 2022 թվականից, մինչ այժմ կատարվում են աշխատանքներ, էլ ավելի բարելավելու պայմանները։ Ձիասպորտը եզակի է նաև նրանով, որ տղամարդիկ եւ կանայք հավասար ուժերով են մրցում նույն հարթակում։ Սա այն մարզաձևերից է, որտեղ առավելություն ստանալը կախված է ոչ միայն ֆիզիկական ուժից, այլև նժույգի հետ հոգեբանական կապից, հանդարտությունից, ճշգրտությունից ու համառ վարժանքներից։ Նժույգավարի ու ձիու միջև ներդաշնակցությունն այս սպորտաձևում առանցքային նշանակություն ունի, քանի որ նույնիսկ ամենափոքր սխալը կարող է ազդել ամբողջ ելույթի վրա։ Հայ նժույգավարները բացի հայաստանյան առաջնություններից հանդես են եկել նաև միջազգային տարբեր հարթակներում։ Նախորդ տարի սեպտեմբերին Հայաստանի ձիասպորտի հավաքականի անդամ Ալբերտ Սուքիասյանը սպեկտրալ նժույգով Թբիլիսիում մասնակցել է աշխարհի գավաթի որակավորման փուլին եւ հաջողությամբ հաղթահարելով 140 սանտիմետր բարձրությամբ արգելքները մրցանակային տեղ է զբաղեցրել։ Նորայր Ստեփանյանն էլ տեղեկացրել է, որ այս պահին արտերկրում ունենք մարզիկներ, որոնք հանդես կգան տարբեր հարթակներում։ Այս ընթացքում հիմա Դուբայում ունենք մարզիկ, որը այնտեղ է մարզվում, ներկայացնում է արգելքների հաղթահարումը։ Գեղավարք մրցաձևից ունենք 2 մարզիկներ, որոնք պատրաստվում են վարկանիշային մրցումներին Գերմանիայում եւ տեղային մրցումները անց է կացվում հիմնականում ամեն ամիս հաճախականությամբ։ Պլանավորում ենք այս տարի հոկտեմբերին անցկացնել հոկտեմբերի 16-ից 19, եթե ամեն ինչ հաջող գնա միջազգային մրցում, որը կտա մեզ հնարավորություն հաջորդ տարի անցկացնել Հայաստանում աշխարհի գավաթի հերթական փուլերից մեկը։ Այս առաջնությունը եւս մեկ քայլ էր Հայաստանում ձիասպորտի ակտիվացման եւ նոր սերունդի մոտ այս գեղեցիկ սպորտաձևի հանդեպ հետաքրքրություն արթնացնելու ճանապարհին։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այս ժամի համար այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին, հաջողություն։ Ցտեսություն։